գործընկերներ, կատարեցրեք։ Հարգելի գործընկերներ, բայց ինչ հետաքրքիր է, չէ, ինչպես վատ պետք է անես քո գործը, որ զբաղեցնես մի գաղթ, որը կոչվում է ամենայն հայոց, բայց ամեն անգամ երբ որ կանոնը հնչի, պարակտում մտնի ամեն տեղ։ Ավելի լավ գնահատական քո վատ աշխատանքի հնարավոր չէ տա։ Շարունակեք, պարոն Վարչապետ։ Որ կտրիչ Ներսիսյանը Հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից, սրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվ եթե նկատել եք, Հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը նույնպես տեղումի կառավարության գործունեության ծրագրում։ Վերադառնալով արտաքին անվտանգության թեմային, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ուժեղ պաշտպանունակ բանակը էական տեղ է զբաղեցնում իրական Հայաստանի մեր տեսլականով։ Բայց ինչու են այսքան շեշտում բանակի հանգամանքը, եթե խաղաղություն է հաստատված, եթե խաղաղությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն է։ Մի պարզ պատճառով խաղաղության պայմաններում են ուժեղ պաշտպանունակ բանակ չունեցող պետությունը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար եւ ուժեղ պաշտպանունակ բանակը այս իմաստով այո խաղաղության կարևորագույն գործիք է։ 2026 թվականի մայիսի 28-ի զորահանդեսը կարծում եմ հոդս ցնդեցրեց բոլոր այս շարժումները, թե կառավարությունը արտաքին թելադրանքի ներքո Հայաստանի Հանրապետությունը թողել է առանց պաշտպանության։